Քո պրոտեինի փոշին շատ հնարավոր է որ այնքան սպիտակուց չի պարունակում, ինչքան իր վրա գրված է։ Շատ բրենդերի դեպքում լեյբլի վրայի գրված թիվը ու իրական սպիտակուցի պարունակությունը շատ տարբերվում են։ Պրոտեինի փոշիների մեջի սպիտակուցի պարունակությունը չափվում է Քելդելի մեթոդով, որտեղ չափում են իրենց մեջի ազոտի պարունակությունը։ Քանի որ սպիտակուցի զանգվածի մոտ 16%-ը գալիս է ազոտից, այս չափած ազոտի քաշը բազմապատկում են 6.25-ով ու այս վերջնական ստացած թիվը այդ մոտավոր սպիտակուցի պարունակությունն է փոշիում։ Ու ինչ են անում արտադրողները գումար խնայելու համար։ Քանի որ whey protein-ը, որը այն ամբողջական սպիտակուցն է, որը ստանում են կաթից, շատ թանկ է, իրենք վերցնում են առանձին ամինաթթուներ կամ ավելի էժան քիմիկատներ, որոնք շատ ազոտ են պարունակում, օրինակ taurine, betaine, creatine, glycine, ու սրանք ավելացնելով այս փոշի մեջ նենց են անում, որպեսզի տեստավորման արդյունքում ստացած այս սպիտակուցի թիվը արհեստականորեն ավելի բարձր երևա։ Այս երևույթը կոչվում է nitrogen spiking կամ amino spiking։ Ահա որոշ բրենդերի օրինակներ, որոնք որ բռնվել են sense խարդախություն անելուց։ Arnold Schwarzenegger-ի Iron Mass բրենդը, որի գեյները գրված էր, որ պարունակում է 40 գրամ սպիտակուց, սակայն իրականում ընդամենը 19 էր պարունակում։ Փոշի մեջ ավելացրել էին կրեատին, isoleucine, leucine, valine, որպեսզի այն տեստավորման արդյունքում 40 գրամ ցույց տար։ Ահա որոշ ուրիշ բրենդեր, որոնք նույնպես բռնվել են sense խարդախություն անելուց։ Body Fortress, Muscle Tech, Cytosport, Giant Sports, CVS Health, GNC եւ այլն։ Okay, ինչ կարաս դու անես, որպեսզի խուսափես sense բրենդեր առնելուց։ Առաջին հերթին միշտ պրոտեին առնելուց առաջ նայեք ինգրեդիենտների լիստին։ Եթե դուք սպիտակուցից բացի nutrition label-ի վրա առանձին տեսնում եք գրած free form amino acids, օրինակ glycine, taurine, glutamine, alanine եւ այլն, այս արդեն լավ նշան չի։ Երկրորդը, փորձեք խուսափել նենց բրենդերից, որտեղ nutrition label-ի վրա գրած է proprietary protein blend։ Շատ դեպքերում այս blend-ի պարունակությունը գրված չի լինելու թե ինչ է ու ինչ պրոպորցիաներով, ու շատ հնարավոր է որ այս blend-ի մեջ նույնպես խառնած են ամինաթթուներ, որպեսզի nitrogen-ի քանակը ավելի բարձր ցույց տա։ Ու նաեւ նայեք գնին։ Եթե ձեր առած պրոտեինի փոշին շատ ավելի էժան է, քան մրցակից բրենդերը, ամենայն հավանականությամբ ստեղ մի բան նիտո է, որովհետև whey պրոտեինը արդեն ինքը իրանով որպես հումք բավականին թանկ արժի, ու եթե ձեր ընտրած պրոտեինի փոշին շատ էժան է, այն ամենայն հավանականությամբ լրիվ whey չի պարունակում։